թռնեք օդ իջնեք ներքև, սա հեծը խլելու մասին նախագիծ է, ինչքան էլ գեղեցիկ ձևակերպումներ փորձեք փաթեթավորել, ձեզանից պահանջվում էր ասել, թե որն է հրատապությունը։ Եթե հրատապության ձեր հիմնավորումն այն է, որ դուք տեսնում եք խնդիրներ հեծում, հենց այսօր դա տեսաք, երեք դա տեսաք, մի ամիս առաջ չէիք տեսնում, մի տարի առաջ չէիք տեսնում, 2 տարի առաջ չէիք տեսնում, հենց այսօր որոշեցիք հրատապ կերպով ներկայացնել։ Ասել, որ դա այսօր է առաջացել, մենք այսօր ենք այդ հարցը հրատապության հիմքով քննարկում, ճիշտ չէ։ Որ այսօր եկել եք այստեղ խոսում եք հեծից, պետությունից, ժողովրդից, դուք ընդհանրապես տերորիզմի մեյքափն եք նստած այդտեղ Տիկին Գրիգորյան եւ դուք բոլորը տերորիզմի մեյքափն եք դուք, որտես գալիս եք այստեղ բան եք անում։ Բագրատ Գալստանյանի բեք վոկալն եք, հիմա էլ դարել եք տերորիզմի մեյքափը։ Վերջերս դաշնակցական ինչ էր անունը, չեմ հիշում, Հրանտ ինչյան, Մարգարյան ասել էր, որ հոկտեմբերի 27-ը պորտկում էր, չէ՞։ Դա լավը չեք ասում զարթոնք էր հոկտեմբերի 27-ը։ Չէր ասել տես բան, պարոն Մինասյան։ Չէ ասել տես բան։ Պարոն Մինասյան, հարց եմ տալիս, դուք էլ եք պատրաստվում պատերի տակ մարդ գյուլել։ Դուք էլ եք պատրաստվում մեռնել եւ մերցնել։ Դուք արդարացնում եք տերորիզմը, ձեր խմբակցությունը պաշտոնապես արդարացրել է եւ պաշտպանել է տերորիզմը։ Մոնղոլները չմտան Էջմիածին։ Թուրքերը չկարողացան։ Հայաստանի Հանրապետությունը զավթած չարիքը մտավ հայության ինքնության տաճար։ Սա չեք մարսելու։ Արքեպիսկոպոս Բագրատ եւ Միքայել Սրբազանները ԱԱՑ-ը նկուղում են։ Սա մենք վախկոտ արարք է։ Նրանցից յուրաքանչյուրի ծառայության, բարի գործերի չնչինագույն մասն էլ չի արել ՔՊ-ն հավաքաբար եւ իր ոժդը։ Սա չեք մարսելու։ Բարիք անում են մեծ մարդիկ, չարիք բերում են ոչնչությունները։ Դուք մեր ինքնության, մեր տեսակի հետ կապ չունեք, դուք ինքնիշխան չեք, դուք ծառա եք։ Ձեր ծառայության ժամկետը ավարտվելու է։ Սրբազանների խուցը դատարկ չի մնալու։